Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այսօր երկրապահովնա հարցից օգտվելով ես ուզում եմ շնորհավորեմ բոլոր երկրապահներին, դիրքերում կանգնած տղերքին, մեր բանակին, մեր ժողովրդին։ Այսօրը նաև խորհրդանշական Շուշիի ազատագրման օրն է։ Շուշիի օպերացիան ինչ տվեց մեր հաղթանակներին եւ այսօր արդյոք արժեզրկված չէ ձեզ այդ հաղթանակը։ Դա այդ հարցը կտակ ուրիշ տեղ, ինչ վերաբերում է Շուշիին, ես իմ Շուշիի ազատագրման գիտեք ես էլ եմ մասնակցել 92 թվականին վիրավորվել եմ եւ իմ երջանիկ օրերից մեկն էլ է Շուշիի ազատագրումը։ Եվ մեր առաջի շքերթը։ Մենք երկրապահներս այն ժամանակ էլ հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, այսօր էլ Վազգենի թողած պատգամն ենք տանելու, մինչև վերջել կտանենք։ Հիմա երբ Շուշին չկա, Մեր րոպե։ Եթե երկրապահի շրջանակներում հարցեր ունեք տվեք։ Չքաղաքական լինելու է, այստեղ երկրապահների շրջանակում, որտեղ երկրապահների մեծ մասը մենք ձեր գալուց առաջ զրուցում ենք, ասում էին հարցանիք լեռներում պիտի լինի եւ Արցախը պիտի կրկին ազատագրվի։ Բայց այդ գիտես ինչից եկա հարցանիք լեռներում։ Հա ինչ համար են այդ օպերացիան անվանել հարցանիք լեռներում։ Վազգեն Սարգսյանը Ինչ համար։ ազատագրելուց հետո կամուսնանար պետք է։ Այո, ագրեք։ Հիմա երբ Շուշին չկա, ինչպեսին է։ Եթե մի քիչ խելոք լինենք, այսօր մենք կարողանանք համախմբենք ազգովի։ Դեռ ճամփա ունենք հասնելու։ Պետք չի քաղաքականացնել, պետք չի ուրիշ բաների ուղղությամբ տալ։ Ասում են դուք լռում եք շատ հարցերում, որ Ես չեմ լռում, ես դիրքերում որոնում եմ։ կառավարությունը հատկացում էր արել երկրապահի, ասեք ինչի համար է արվել եւ դա էլ քննարկվում։ Կառավարությունը հատկացում չարե, բանակն է հատկացում արե, երկրապահը, դե նկատ ունես վարչապետը բանակը, նախարարությունը պաշտպանության։ Պարոն Միքայելյան 92-ին ավելի քիչ Հատկացում եմ մենք գիտեք 20 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում ենք Արցախյան ազատամարտում երկրապահ 4000 հոգու մասնակցել է Արցախում 7-9 ուղղությամբ տվել ենք 74 113 վիրավոր եւ մենք գիտեք այսօր պատանի երկրապահներ ենք որ երեխաներ ենք պատրաստում վաղը որ զինվոր դառնան դրա համար եւ մենք մինչեւ այսօր էլ շատ ու գիտեք որ այսօր երկրապահները շատ անձինք ծիրացել են, շատ սոցիալական խնդիրներ ունեն, շատ խնդիրներ ունեն եւ դրանցով ենք զբաղվում նաեւ։ Գիտեք տարեկան մենք ամեն տարի ճամբար ենք բերում, ճամբարը գտնվում է բանում Մարտունիում տարեկան 1500-ից 2000 երեխա են հանգստանում, ճամբարը սովորական ճամբար չի, ռազմականացված ճամբար է, ոնց որ բանակի առօրյա նույն ձևի մեր երեխաներն են զբաղվում, որ հետո Երկրապահները նաև Սյունիքում են, մենք գիտենք որ ծնածը։ Ես չեմ ուզում ասեմ Խոզնավարի ուղղությամբ երկրապահներ որտեղ են այս մասով ինչն արգելված հակառակորդը ակտիվացել է կրկին։ Դե Եկել են էլի կրակոցներ հնչել, ինչ կարող եք այս առնել։ Դե բնականաբար այս վերջի օրերս կրակոցներ են տարբեր ուղղությամբ, բայց սովորական չգիտեմ իրանք ինչ են ուզում ասեն դրանով, կրակոցներ լինում է։ Ինչ վերաբերում է երկրապահները տարբեր ուղղությամբ այսօր են կանգնած մեծ թվականակով, չեմ ուզում թվականակ ասեմ եւ ասեմ որ ուղղությամբ։ Պարոն Միքայելյան 92-ին մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, քան վերջին տարիներին, բայց կարողացանք Արցախը ազատագրել, Շուշին ազատագրել, որն էր այդ հաղթանակի Համախմբվածությունը եւ Վազգեն Սարգսյանը։ Այն ժամանակ գիտեք տարբեր հավատքի, տարբեր կուսակցության, տարբեր ջոկատներ կային, որ անատներ կային, որ ջոկատներին սարք իրանց համար Սպարապետը կարացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ, մենք տարանք հաղթանակ եւ բանակի բանի երկրապահի հիմքի վրա ձևավորվեց բանակը։ Իսկ երկրապահը Երկրապահը ես կոչ եմ անում հայ ժողովրդին, որ համախմբենք ժողովուրդ։ Այսօր դեռ մենք ճանապարհ ունենք հասնելու, այսօրվա թե
վերցնենք խոշոր տիրությունների վերադասավորումը հատկապես մեր տարածաշրջանում, հետագայում չգիտես ինչ անելու, դրա համար մեր ժողովրդին համախմբվածությունն է պետք, բոլորն ասում են ինչ անում երկրապան առաջնագծում է 20 թվականից մինչև այսօր մեծ թվականակով, չեմ ուզում ասեմ ինչ թվականակով, եւ մենք մեր ծառայությունն ենք իրականացնում, կանգնած ենք բանակի կողքին եւ մեծ թվականակով որ կանգնում ենք, զինվորը հանգիստ է մնում, իր առօրյայով զբաղվում, վերապատրաստվում է նման հարցերով։ Իսկ վերջին շրջանում ինչ վերաբերմունք եք նկատում երկրապահի նկատմամբ, երկրապահ կամավորական կառույցի նկատմամբ, հասարակության կողմից, քաղաքական ուժերի կողմից։ Գիտեք ինչ, ինչքան իշում եմ Չերչիլն ասա, եթե ամեն մի հետևից խոսացողին ես ուշադրություն դարձնեմ, իմ գործ չեմ կարող։ Երկրապահն այսօր բանակ է, որը կանգնած է բանակի կազմում, բանակի հետ։ Ժամանակ է կգա, ես չեմ ուզում ապագորգոր ասեմ, այդ սա խոսացողները, որ ամեն մեկն այսօր դարձել է հայրենիքի հերոս, պաշտպան, բայց չգիտի մեր արևը որտից են ու որտեղ է մտնում, իսկ երկրապահն կանգնած է, ես չեմ ուզում հետագայում երևա ժողովուրդը կհասկանա այս տարիների ընթացքում հետպատերազմյան ժամանակաշրջանում ինչ արել երկրապահն Հայաստանի Հանրապետության պետական սահմանների Մանվել Գրիգորյանի հետ կապված քննարկումները այս օրերին ակտիվացել են, որովհետև երրորդ նախագահը խոսել էր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ, դուք ինչ կարող եք ասել։ Երրորդ նախագահը Մանվել Գրիգորյանը իմ արտական ընկերն է եղել, ուրիշ բաներ չեմ ասի, պլյուս դրան էլ երրորդ նախագահը որ խոսացել է, այսօր այն Մանվել Գրիգորյանի որ բռին երրորդ նախագահի կուսակցական անդամ է, իրանից թող ճշտի։ Ինչի։ Դուք մինչև հիմա ինչ եք կարծում, Մանվել Գրիգորյանը դուսուն կա ուղղով է։ Ես այդ փաստերին չեմ ուզում անդրադառնամ, ես ձեզ ասացի։ Մանվել Գրիգորյան իմ մարտական ընկերն է։ Պարոն Միքայելյան, Շուշին դժբախտ դժգույն էր, թե ռազմավարական կարևոր հենակեց։ Արդեն ուրիշ տեղ տարած։